Բարի լույս, առավոտ լուսոյի տաղավարում իր շարքն է սկսում Սուրբ Սարգիս հաղորդաշարը, օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի, բարի լույս բոլորին, շատ ուրախ եմ, որ այստեղ ենք եւ այս շարքը միասին պիտի վարենք մեր հայրենիներին, ճանաչեցնելով տոնը եւս մեկ անգամ, հիշեցնելով ովքեր որ չգիտեն վերստին իրենց համար արթնացնելով այդ տոնի իմաստը եւ նաեւ իրենց մեջ զարթոնք կապրեն, ես վստահ եմ։ Մեր հեռուստադիտողներին տեղեկացնենք, թեև արդեն շատերը տեղյակ են, որ Սուրբ Սարգսի տոնը այս տարի կնշվի հունվարի 26-ին, այսինքն այս շաբաթ օրը։ Այնպես որ դեռ ժամանակ կա տոնին պատրաստվելու, իսկ Արարատյան հայրապետական թեմը ավանդույթի համաձայն կրկին բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել եւ կազմակերպում, որոնց մասին կարող եք տեղեկանալ այցելելով 3w.khana.am ինտերնետային կայքը։ Մենք այսօր հրավիրել ենք հյուր Զարա Կարախանյան, բարև ձեզ Զարա։ Բարև ձեզ։ Զարան Ավտորադիո եւ Երևան FM ռադիոկայանների կոմերցիոն տնօրենն է, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք այսօր եւ կարծում եմ շատ բովանդակալից զրույց կունենանք։ Այո։ Զարա, մենք 2002 թվականից համագործակցում ենք, ձեր ռադիոկայանները սիրով համաձայնվեցին ազդարարել Սուրբ Սարգսի տոնի մասին, որպեսզի ել ավելի ժողովրդական դառնա երիտասարդության շրջանում, քանի որ սկզբնական շրջանում Սուրբ Սարգսի տոնը նշվում էր միայն աղիբլիթ ճաշակելով։ Այսօր արդեն այլ է իրավիճակը։ Դուք ինչպես եք նշում տոնը։ Ինձ համար կոնկրետ Սուրբ Սարգսի տոնը շատ մեծ խորհուրդ ունի իր մեջ, ես իմ սիրած տոներից մեկն է։ Դե ավանդույթին համապատասխան բոլորս էլ աղիբլիթ ենք ճաշակում երեկոյան։ Օգուտ տալիս է։ Դեռևս ոչ, անկեղծ պատասխանեմ, դեռևս չեմ տեսել իմ ասպետին, որի ձեռքից պետք է այդ ջուրը, մի գավաթ ջուրը խմեմ, բայց հուսամ, որ դեռ կտեսնեմ։ Եվ ամենակարևորը մյուս օրվա տոնական տրամադրությունն է, որը տիրում է ամբողջ քաղաքում եւ կարծում եմ ամբողջ երիտասարդությունը եւ ոչ միայն երիտասարդները միանում են եւ իհարկե հաճախում են եկեղեցի օրհնություն ստանալու այդ օրը, այնուհետեւ մեծ տոնախմբությունը, որը արդեն որերորդ տարին է կազմակերպվում է Արարատյան թեմի հետ համատեղ Սիրահարների այգում, այդ ասպետը, որը ձիով մեկ էլ կտեսնես փողոցով հանկարծ կանցնի, եւս շատ հետաքրքիր խորհուրդ ունի իր մեջ, եւ ես ճիշտն ասած ինձ հետ բերել եմ այն խորհրդանիշները, այն հուշանվերները, որոնք որ պարբերաբար դուք նվիրում եք մեծ սիրով եւ ես նրանք պահել եմ, եւ եթե կարելի է այսպես ցույց տամ։ Սա կարծես թե 2010 թվականինն էր հուշանվերը, ահա բացիկը, որ ամեն տարի պատրաստվում է, ահա անցած տարվա 2011-ի խորհուրդը հուշանվերը եւ այս տարվանը դրոշակով։ Ինչ ուրախալի է Զարա, որ բոլոր հուշանվերները պահում ես։ Եվ սա իմ համար մեծ խորհուրդ է։ Զարային ներգրավել Սուրբ Սարգսի ջատագովների այդ խմբի մեջ։ Զարան վաղուց ներգրաված է Սուրբ Սարգսի ջատագովներից է 2002 թվականից եւ Զարայի ավտորադիոյի Զարայի կանչող ձայնով հենց շատ երիտասարդներ տեղեկանում են, որ Սուրբ Սարգսի բուն օրը Սիրահարների այգում ամեն տարի Հայաստան Հանրապետության նախագահի հովանու ներքո կազմակերպվում է մեծ համերգ տոնախմբություն, որի մուտքը ազատ է եւ համերգին գալով երիտասարդները նաեւ այսպիսի նվերներ են ստանում եւ այսպիսի նվերներից զատ նաեւ տետրեր, նոթատետրեր, գրիչներ եւ շատ այլ հետաքրքիր անակնկալներ են լինում։ Այսօր մեր հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու նրան, ում լսել է մինչև այսօր եւ ով այսպես ջատագովել է, այսինքն փաստորեն դուրս է գալի, որ պարզապես դա աշխատանք չի եղել Զարայի համար, վստահ եմ, այսինքն ձայնագրելու եւ իր ձայնով հրավիրելու, այլև մեր բոլոր հեռուստադիտողները կարող են համոզվել, որ ինքը սիրում է Սուրբ Սարգսի տոնը, ինքը հետևում է Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին եւ այս տարի եւս մենք հուսանք, որ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ վերջի դուք կգաս մի օր մեր մոտ, կասես Տեր Հայր, ուզում եմ հակադրվեմ։ Ուզում եմ հնազանդ լինել։ Ուզում ես հնազանդ լինել, այո։ Իրոք, երևի թե բարեբախտաբար թե չգիտեմ, դժբախտաբար այսօր մի փոքր վատ առողջ եմ եւ ձայնս երևի թե չի համապատասխանում այն ձայնին, Ոչ, մենք ես հին ձայնով հիշում ենք։ Եթերից հիշում։ Հնչում է, բայց իրոք դուք ճիշտ նշեցիք, որ դա ինձ համար մեծ ուրախություն է եւ մեծ պատիվ է, որ դուք վստահում եք ինձ այդ ամեն տարի այդ հիանալի հոլովակը պատրաստելու եւ
հնչեցնելու։ Զարա, փաստորեն եթերից առաջ մենք երբ հիշում էինք, երբանից սկսվեց եւ ինչպես սկսվեց, այնքան էլ հավատքով, այնքան էլ հույս չունեինք, որ այսպիսի մեծ լայն տարածում կստանա տոնը։ Ես էի ուզում դրա մասին Էլզա ջան պատմել, որ երբ 2002 թվականին Էլզան որպես մամլոդիման արդեն եկավ մեզ մոտ, չնայած մենք Էլզային ավելի շուտ վայից ենք ճանաչում, եկավ այն ժամանակ Hit FM ռադիոկաններ, երևի կհիշեն հեռուստադիտողները, եւ փորձեցինք միասին հավատացինք միմյանց եւ մեր տնօրենը միացավ շատ մեծ հավատքով եւ ասաց անպայման պետք է ամեն ինչ անենք, որ այս գեղեցիկ տոնի խորհուրդը հասնի դեպի երիտասարդների եւ մարդիկ իրոք ճիշտ ձևով արդեն սկսեն տոնել այս գեղեցիկ իրոք հիանալի տոնը եւ կարծում եմ ստացվեց։ Եվ այո, ես մեր սպասելիքները, այո։ Եվ ստացվեց եւ նաեւ ասեմ, որպես վարչատություն դուք ունեք բազում օրհնություններ, որովհետեւ գիտեք, Աստծո խոսքի տարածման մեջ եք ներգրավել կամա թե ակամա, գիտակից թե անգիտակից կերպով, այսինքն յուրովի քարոզիչ եք։ Ձեր աստվածատուր ձայնը, որը որ եթերով շատ գրավիչ է մարդկանց համար, ականջալուր նրանց համար հաճելի լսելու համար, այսպես ասենք, այդ ձայնը ազդարարել է մարդկանց Սուրբ Սարգսի տոնակատարությունը մասին եւ այսօր էլ եւ երեկ մեքենայի մեջ ես անընդհատ լսում էի եւ շատ հաճելի էր, շատ հետաքրքիր է մարդկանց մեջ առաջացնում է հետաքրքրություն։ Իսկ ամեն բան, որ մարդու մեջ արդեն իսկ առաջացնում հետաքրքրություն, նաեւ կարող է իրեն համար դառնալ կյանքի ընթացք, ինչպես նաեւ քեզ համար։ Շատ շնորհակալ եմ։ Տեր հայր, Սուրբ Սարգսի տոնը, Զարա ջան, մենք գիտենք, որ 35 օրվա տատանողություն ունի նշման եւ այս տարի հունվարի 26-ին ենք նշում։ Անշուշտ, օրը սկսում ենք Սուրբ Պատարագով, Սուրբ Սարգիսը անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։ Իդեպ Նավասարդ Սրբազանի կարգադրությամբ ոչ միայն Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցիներում կկատարվի երիտասարդների օրհնության կարգ, այլ Արարատյան հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում երիտասարդների օրհնության կարգ կլինի, որից հետո արդեն Արարատյան հայրապետական թեմը մի շարք միջոցառումներ է նախապատրաստել, որոնց մասին կտեղեկանաք այցելելով Քահանա.am ինտերնետային կայքը, նաև հետևելով մեր ամենօրյա առավոտյան եթերներին։ Տեր հայր, օրհնությունից հետո մենք կայցելենք միջոցառումներին եւ Սիրահարների այգու միջոցառմանը կխնդրեմ հրավիրել։ Բոլորին, ովքեր որ ցանկանում են իրենց այդ օրը լցնել հոգևոր ուրախությամբ եւ նաեւ ժամանակից երկիրաշտությամբ եւ ամենակարևոր սիրո մթնոլորտով, բոլորը հրավիրվում են Պողոսյան պարտեզներ, որտեղ նրանք կարող են մասնակիցը լինել այդ գեղեցիկ հանդիսությունները, որ ամեն տարի արդեն որպես գեղեցիկ ավանդույթ կա։ Ես ասեմ, որ այս ամենը գալիս է մարդուն ապացուցելու, որ ամենևին հոգևոր քրիստոնյայի հոգևոր վիճակը չի նշանակում տխուր եւ կյանքից անջատված լինելու, հա, այս կերպարի մեջ լինել։ Բնականաբար մենք այս ամենը կազմակերպում ենք, եկեղեցին կազմակերպում այս ամենը, որպեսզի եւս մեկ անգամ ապացուցի, որ քրիստոնեությունը ուրախության տոն է, որ քրիստոնեությունը սիրո տոն է եւ Սուրբ Սարգիսը այդ սիրո ջատագովն է, այդ սիրո բարեխոսն է, արագահաս, այո, իր նժույգով եւ ամենակարևորը սա կոչված է, որպեսզի մեր հասարակության մեջ սերը ավելանա։ Եվ սեր, որը որ կառուցողական է, սեր, որը որ բերելու է նոր ընտանիքների ծննդյան։ Շնորհակալություն Զարա, ես գիտեմ շատ կարճ անդրադառնանք, ես գիտեմ, որ Սուրբ Սարգսի տոնը դուք նշում եք ընտանիքով։ Եվ ընտանիքով ենք նշում, ես մի փաստ էի ճիշտ ասած ուզում նաև նշել, որպես երևի թե կոմերցիոն տնօրեն, այսպես ասեմ, նաև ասեմ, որ բավականին մեծ աշխուժություն է առաջանում նաև գովազդատուների մոտ, այս տոնին հետ կապված միգուցե զեղչեր են, միգուցե ինչ-որ նվերներ են, միգուցե ինչ-որ մի բան շարժ տեղի է ունենում, ինչը ինձ շատ, այո, ինչը ինձ շատ ուրախացնում է։ Այո, տոնական զեղչեր, Սիրահարների տոնի նվիրված, այդպես են շատերը անվանում իրենց ակցիաները, որոնք որ պարբերաբար ամեն տարի Սուրբ Սարգսի տոնի հետ կապված տեղի են ունենում, ինչը ինձ շատ ուրախացնում է եւ երիտասարդները հնարավորություն ունեն թեկուզ այն նվերը ինչ-որ գնել ավելի մաչելի գնով միգուցե չգիտեմ։ Եվ բոլոր երիտասարդներին եւ ինչու միայն երիտասարդներին, բոլորին հիշեցնենք, տոնը հունվարի 26-ին է այս տարի, պատրաստվեք, որ ուրախ նշեք տոնը Սուրբ Պատարագին մասնակցելով եւ օրհնություն ստանալով։ Եվ հաղորդման մեր այս հատվածի վերջում ես ընթերցեմ Վիկտորինայի հարցերը։ Երբ էր երկրի ողջ բնակչությունը միաժամանակ լսում ակհաղաղի կանչը։ Հարց առաջին, երկրորդ հարց։ Մարդկանցից ով է ծնվել առանց հոր ու մոր, եւ երրորդ հարց, ինչ ընծայեցին մոգերը մանուկ Հիսուսին այցելելով։
Ճիշտ պատասխանների համար զանգահարեք 093 00 68 48 հեռախոսահամարով եւ առաջին 2 ճիշտ պատասխանողները կարժանանան Արարատյան Հանրապետական թեմի կողմից սահմանված մրցանակների։ Առավոտ լուսո հաղորդաշարը շարունակվում է, իսկ Սուրբ Սարգիս հավելվածը կարող եք դիտել կրկին վաղը նույն ժամին։ Ցտեսություն, օրհնեցեք Տեր Հայր։ Շնորհակալություն Զարա, հաջողություն։ Այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 26-ին։